Վրաստանի կանաչների շարժում ոչ կառավարական կազմակերպությունը, որը զբաղվում է բնապահպանության հարցերով, իրականացնում է նաև նախագիծ, որով զբաղվում է արևային էներգիայի ստացման տեխնոլոգիայի հարցերով։ Այդ իսկ կապակցությամբ շրջանի գամգեբելի Գագիկ Կարսլյանը անցկացրեց հանդիպում գյուղերի լիազորների հետ, որի ժամանակ ներկայացվեց այդ նախագիծը։ Ուրեմն կա կազմակերպություն Վրաստանի կանաչների շարժումը, բնականաբար ասենք կանաչների շարժում նշանակի որ բնության պահպանության հետ կապված շրջապատի մաքրության եւ այլն հետ։ Կլիմայի փոփոխության հետ կապված ուրեմն իրենք հետաքրքիր ծրագիր ունին եւ այդ ծրագրի ղեկավարը Նուգզար Թաթեաշվիլին է, որ նորեգել է հանդիմանից է։ Ուրեմն այսպեսի առաջարկ ունին իրենք։ Կա նոր տեխնոլոգիաներ, որոնք որ ասենք ցանկություն կա ներդնելու այն մարդկանց հետ ավելի ճիշտ կլինենք համագործակցելու, ովքեր ցանկություն ունին օգտագործել այդ նոր տեխնոլոգիաները։ Ուրեմն ինչու՞ն է հարցը։ Հարցը արևային էներգիայի օգտագործման վերաբերում է։ Պրոյեկտի արժեքը մոտավորապես 500-ից 700 լարի սահմաններում է։ Հիմնականում կետոններին տեղադրվի արևային մարտկոցներ։ Եվ դուք ամբողջ օրվա ընթացքում կունենաք տաք ջուր։ Այդ ծրագրի մասը, մոտ 30%-ը, պետք է իրեն վերաբերցնե քաղաքացին այն անձը, որ ցանկանա ասենք այդ պրոյեկտի մեջ մասնակցելու, այդ պրոյեկտի հետ աշխատելու։ Եթե կազմեք 500 լարի, բնական է ասենք 150 լարին ցանկություն հայտնողը ինքը ներդնե, մնացած 350 լարին այս կազմակերպությունը, ասենք Սամսոն Ջավախետի տարածքում ասենք Վրաստանում չսեմ, իրենք հիմնականում շատ կարգի աշխատանքներ իրացունին եւ այստեղ հարցը նոր մեջ է թե ինչքանով մենք ներգրավենք այդ աշխատանքի մեջ, այսինքն ինչքանով մեր բնակչությունը, Նինոցմինդայի շրջանի բնակչությունը կոնկրետ ցանկություն կհայտնի ունենալ կամ ձեռք բերել այդ մարտկոցները կամ իրենց տան կետոններին տեղադրել։ Այդ խոսակցությունները, բանակցությունները գնացել են, իրենք հավաստիացնեն, որ հնարավորություն կա, որպեսզի այդ ներքո լավ կաշխատի, որովհետև ասենք բարձր լեռնային շրջաններում են, արևի ճառագայթների ուժը համեմատաբար ավելի շատ է, եւ այդ ծրագրից օգտվող մարդիկ, այդ արևային մարտկոցներ օգտագործողները կունենան տաք ջուր, շուրջ օրյա, բացի դրանից կա երկրորդ տարբերակը վառարանի տարբերակն է, որը հնարավորություն կտա տաքցնելու տուն։ Այս նոր տեխնոլոգիաների շնորհիվ հնարավոր է ստանալ էլեկտրոէներգիա, ինչպես նաև օգտագործել արևային մարտկոցները ջեռուցման նպատակով։ Ուրեմն վարչության պետը ներկայացրեց շատ ժամանակակից տեխնոլոգիաներ են, բայց թե փորձարկումից հետո երևա թե ինչպիսի արդյունքներ կսպասվեն։ Ըստիս, եթե արդարացվի, ժողովուրդը մեծամասամբ կօգտվի այս հաճույքից, այսպես ասած։ Ամենատպավորության մասին որ հոյակապ է ծրագիրը, եթե ասենք գործի դրվի ու արդարացնի, շատ լավ է։ Ինչպես տեղեկացանք շրջանի Գամգեբելից, փորձարկման համար նախատեսվում է տեղադրել մի քանի տեղերում։ Վրաստանի կանաչների շարժումը ծրագրով էր եւ առաջարկով էր դիմել մեզ, որովհետեւ մենք իրենց օգնեինք, ուրեմն Սամսոն Ջավախետին վերցնենք, այնտեղ տարբեր շրջաններում, մասնավորապես ասենք Ախալցխայում, հիմնականում տեղադրված են արևային մարտկոցներ։ Այդ մարտկոցների հիմնական նպատակը մասնավոր տներին ավելի շատ վերաբերում ոչ թե ասենք բնակարաններին, որովհետև բնակարաններում կարող է քագի ասենք շարժը չկարողանա լրությամբ լիարժեք ձևով ասենք ուղղությունն է որոշվել, իսկ մասնավոր ասենք սեփականատերերին դա ավելի մեծ հնարավորություն է տալիս արևային մարտկոցների տեղադրման հարցներ։ Նրանք հանդես են եկել առաջարկությամբ, որպեսզի մենք բնակչությանը ծանոթացնեինք այդ արևային մարտկոցների մասին եւ իրենք այդ ծրագրերը ֆինանսավորում են։ Քաղաքացին, որ ցանկություն է հայտնում մասնակցել այդ ծրագրին, նա պետք է վճարի ծրագրի 30
տոկոսի չափով։ Նախնական գումարով կախված արևային մարտկոցների մեծությունից դա կազմում է 500-ից մոտ 800 լարի սահմաններում։ Քաղաքացին, եթե ցանկություն է հայտնում եւ մասնակցում է այդ ծրագրին, նա վճարում է այդ 30%-ը, բայց ոչ միայն փողային տեսքով, այլ նաեւ, ասենք, այն շինանյութերը կամ այն հնարավոր տարբերակները, որ օգտագործում է այդ մարտկոցները տեղադրում, կարող է նաեւ ասենք խողովակներով, տարբեր երկաթի կոնստրուկցիաների միջոցով մասնակցել այդ համապատասխան արժեքի չափով եւ ունենալ արևային մարտկոց եւ իրենց իսկ բնմամբ հնարավոր է, որպեսզի տունը առանց որևէ էներգակիր օգտագործելու, ասենք գազ, էլեկտրաէներգիա, փայտ, քարաձուղ կամ ասենք նավթ առանց օգտագործելու հնարավոր է արևային այս մարտկոցների միջոցով իրենք խոհանոցում ունենան մեջտական տաք ջուր եւ բաղնիքում։ Սա բավականին շատ հետաքրքիր մեծ ծրագիր է, եթե արդարացես, ես կարծում եմ, որ մեր շրջանում սա բավականին մեծ տեղ կգտնի, բացի դրանից նրանք հավաստիացրեցին, որ մեր Նոսմինդայի շրջանում առանձնահատուկ կերպով պետք է աշխատի, որովհետև արևի ճառագայթների ուժը այստեղ բավականին մեծ է, քան մյուս շրջանների համեմատ։ Նշենք, որ արևային էներգիան համարվում է ամենաանվտանգ էներգիայի ստացման ձևերից մեկը, որը վերջին տարիների ընթացքում լայն տարածում է ունեցել ամբողջ աշխարհով։